Ողջույն հարգարժան տիկնայք եւ պարոնայք, առաջին լրատվականի ուղիղ եթերում Մեհրաբյան on-line-ն է, ես Ռուբեն Մեհրաբյանն եմ։ Մենք արդեն մեր նախորդ թողարկումներում տեղեկացրել էինք, որ Հայաստանում սպասում ենք Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյմս Դեվիդ Վենսին, որի այցը կայանա փետրվարի 6-ից 13-ը ընկած ժամանակահատվածում եւ այդ ընթացքում այցի շրջանակներում Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջև կստորագրվեն նոր փաստաթղթեր, որոնցով մենք կհամագործակցենք մի շարք կենսական կարևորության ուղղություններով, այն է միջուկային էներգետիկա եւ կիսահաղորդիչներ։ Այս կլինի նաև Ադրբեջան, այնտեղ կա իրենց օրակարգը, սակայն գլխավորը այսպես առանցքային այդ պրոյեկտը, որի շուրջ կառուցվում եւ կառուցվելու է ոչ միայն հայ-ամերիկյան համագործակցությունը առաջիկա 100-ամյակի համար, այլև խաղաղությունը մեր տարածաշրջանում դա թրիփն է Տրամպի ուղին հանուն միջազգային խաղաղության եւ բարեկեցության։ Սակայն Հայաստանի ներսում ոչ բոլորն են հաշտ այդ պրոյեկտի ընդհանրապես իրականություն դառնալու փաստի հետ, այլև փորձում են, այսպես ասենք, այդ լպրծուն ձևակերպումներով տորպեդահարել, իբր փորձելով ավելի բարելավել այն պայմանները Հայաստանի համար, որոնք կան, իսկ Հայաստանի համար դա լավագույն պայմաններն են, որոնք հաշվի առնելով մեր վերջին տարիների հետագիծը եւ ընդհանրապես Հայաստանի անկախ Հայաստանի հետագիծը հաշվի առնելով սա այն լավագույնն է, ինչ Հայաստանը կարող է ընդհանրապես ձեռք բերել այս պայմանավորվածությունների արդյունքում, բայց նրանք փորձում են այլ բան մեզ հրամցնել եւ իհարկե այս ամենին անտարբեր չեն նաեւ հյուսիսում ատամներ են կրճտացնում, առավել այսպես ցուրտատարած ներկայացուցիչները փորձում են թիրախավորել, մեզ սպառնալ, մեզ SVO են խոստանում, մեզ ասում են, որ մեր ինքնիշխանությունը ընդհանրապես անընդունելի է իրենց համար եւ այլն եւ այդպես շարունակ։ Փորձենք հասկանալ եւ հասկանալ նաեւ այն թե որքանով ենք մենք համարժեք այս իրավիճակին, որպեսզի կարողանանք օգտվել հնարավորություններից եւ դիմագրավել մարտահրավերներին։ Ես մի հարգարժան հյուր եմ հրավիրել մեր տաղավար տեսակապով, ում սիրով ուզում եմ ներկայացնել, մեր հյուրն է քաղաքագետ, հայկական խորհրդի փորձագետ Սամվել Մելիքսեթյանը, բարով եք եկել պարոն Մելիքսեթյան, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար, ուրախ եմ նորից ձեզ տեսնել։ Բարև ձեզ եւ շնորհակալություն հրավերի համար։ Եվ ուրեմն, պարոն Մելիքսեթյան, մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերում Միացյալ Նահանգների հետ կապված թրիփի կառուցման այդ շրջանակային համաձայնությունը, որը տեղի ունեցավ հունվարի 14-ին, սա պայմանավորվածություն է մեկ 100-ամյակի համար, ըստ էության, ընդ որում դա ոչ թե այսպես ռետորական հնարք է, այլ հենց ժամկետներն են այդպիսին։ Պլյուս դրան միջուկային էներգետիկայում մեր համագործակցությունը ոնց որ թե ժամանակ այնտեղ ֆիքսված չէ, բայց հաշվի առնելով թե ինչ տիպի ատոմակայանի կառուցման մասին կարող է խոսք լինել, դրա այսպես երաշխավորված աշխատանքը եւս 100 տարի է, այսինքն մեկ դար տևողությամբ համաձայնության նաև այս ոլորտում գումարած կիսահաղորդիչներ, միկրոչիպեր եւ այլն։ Սակայն այս ամենը դեռ ոնց որ թե Հայաստանի քաղաքական դասը մինչև վերջ չի ընկալել, համենայն դեպս իր բոլոր սեգմենտներով, ասել, որ Հայաստանի ներսում կոնսենսուս կա, որ սա լավ է Հայաստանի համար, երևի թե կլինի չափազանցություն, թե դուք այլ կերպ եք մտածում, համեցեք։ Կարծում եմ, գիտեք, այստեղ մի հարց կա, ժամանակները փոխվում են, իրադարձությունները փոխվում են, բայց մարդկային ունակությունը բացատրել ինչ է կատարվում, իրականում բավականին
շատ կախված է այլ գործոններից, հա, ոչ միայն այդ փոփոխություններն են, այլ ինչ-որ, ասենք, ավելի հարազատ, ավելի ծանոթ աշխարհընկալում ունենք։ 2021-22 թվականներից, եթե դուք նայում եք ինչ վերլուծական դաշտում ենք բոլորի համար աքսիոմատիկ են, դասագրքային ճշմարտություններ են, որ ռուսներն եկել են Լեռնային Ղարաբաղ, իրաք երբեք չեն գնալու, խոհարիվ չեն, եկել են ուրեմն մնալու են, ուրեմն հանգիստ մնան, ամեն ինչ նորմալ լինելու, իրենք այդ հարցերը կլուծեն։ Այդ դասագրքային ճշմարտությունը, երբ որ սկսեց ինչ-որ ճգնաժամեր ապրել, էլի երկու մեկնաբանություն կար, կամ ընդունել այդ իրականությունը, երբ ըստ դրա ինչ-որ վերջնական որոշում կայացնել, որ չէ, ռուսները փաստորեն շատ ադապտատիվ են Ադրբեջանի կողմը այդ քաղաքականության հետ եւ կարող է նաեւ շատ վատ սցենարներ լինեն ու պետք է պատրաստել հենց վատ սցենարին չէ փաստորեն դա այդքան չընկալվեց ու մինչեւ իրադարձությունները իրենց ուժով հակառակը չափածուցեցին հետո մերուժ դասագրքային ճշմարտություններ կան որ ռուսները հիմար չեն Ուկրաինայի վրա հարձակվեն սա ինչ-որ իրացիոնալ քայլ է եւ այլն դա հնարավոր չի հետո որ իրավիճակը փոխվեց, արդեն սկզբնական շրջանում մեն էր դե Ուկրաինան փոքր պետություն է, ինչ կարող է ռուսների դեմ, դուք կարող եք հայկական լրահոսը բացել, հետո փոխվեց, որ չէ, որ Ուկրաինան ավելի հաջողակ, հետո ըստ, ասենք ինչ-որ փոփոխվող նաև դրամատրությունների, կարծիքների եւ այլն, այդ ամեն ինչը ադապտացվում էր։ Դրան հաջորդ դասագրքային ճշմարտություններն էր, որ արևմուտքի հատկապես ԱՄՆ-ի համար հարավային Կովկասը ինչ-որ երրորդական, չորրորդական տարածաշրջան է եւ այստեղ ակնկալել լուրջ մասնակցություն, լուրջ ինչ-որ ներգրավում եւ երկայուն ներգրավում անհնար է, հետեւաբար ինչ-որ մանր ինչ-որ տակտիկական փոփոխությունների մասին է կարելի խոսել, նույնը Եվրոմիության հետ է խոսվում, մենք հիմա տեսնում ենք, որ այնուամենայնիվ հատկապես 2024 թվականի ապրիլից մենք ունենք շատ արագ եւ կտրուկ փոփոխ օրինակ հարաբերություններ Եվրոմիության հետ, որը միտումի զարգանալու ԱՄՆ-ի հետ մի տարի առաջ, մի տարից մի քիչ ավել կնքվեց դեռ դեմոկրատների վարչակարգի կազմի ժամանակ համագործակցական գործընկերության партիան, որը հաստատեց եւ նույնիսկ շարունակեց այս նոր ադմինիստրացիան, Թրամփի ադմինիստրացիան թե մտավախություններ կային, որ դա չի լինի, նույն այս միջուկային էներգետիկայի բնագավառին շատ մեծ սկեպսիս կար, որ ընդհանրապես հնարավոր է, որ ԵԱՏՄ անդամ երկիրը, նաև ՀԱՊԿ անդամ երկիրը Ռուսաստանի ֆորմալ մոտիկ դաշնակիցներից մեկը կարող է մուտք ստանալ ռազմական տեխնոլոգիաների, միջուկային տեխնոլոգիաների դաշտում համագործակցության, նույնը այդ կիսահաղորդիչների դաշտում եւ այլն, այնուամենայնիվ այդ փոփոխությունները կատարվում են եւ իհարկե մի քանի տարի հետո կարելի է ասել, որ այդպես էլ լինելու է, բայց մենք հասկանում ենք, որ ամեն քայլ, որ հիմա անում ենք, ինքը ունի տարբեր տեսակի այդ դիմադրությունը, դիմադրության մի մասը այդ մարդկային իմ նշած կոգնիտիվ խնդիրներն են, հա, ինչպես ադապտացվել այս փոփոխություններին, իսկ արդյոք մենք ունենք բավարար ինֆորմացիա, միշտ ավելի զգուշավոր եւ ավելի, այսպես ասած, ոչ մի հստակ կարծիք չպարտադրող տեսակետը ավելի մասնագիտական է համարվում, քան ավելի ինչ-որ համարձակ եզրակացությունները, այս խնդիրներ կա, նաև կա իհարկե քաղաքական կոնյունկտուրան եւ քաղաքական շահերը, բարձր որ կան խնդիրներ, որոնց համար այս փոփոխությունները խիստ անցանկալի են եւ այդ խնդիրները տարբեր հնարքներ են հորինում, սկսած նրանից, որ վաղ-թե-ուշ ԱՄՆ-ն փոխելու է քաղաքականությունը, իսկ օրինակ Ռուսաստանի շահերը ավելի կայուն են եւ այլ կամ Իրանի շահերը ավարտած նրանով, որ կան ռիսկեր, միջանցք է սա, դեռ որ վերջնական փաստաթուղթ չի, վերջնականը վտանգներ կլինեն, չգիտեմ, այդ թուրքական պետությունները ապահովակ է լինելու, իբր մինչև հիմա թուրքական պետությունները սենց մեկուսացած են անգլիաներով ապրում են մեկը մյուսի հետ եւ այլն, այսինքն սրանք իմ կարծիքով բնական են, բայց այն փոփոխությունները, որ կատարվում են, իհարկե պատմական փոփոխություններ են, J. Vance-ի այցը Հայաստան լինելու է անկախությունից Հայաստանի անկախությունից ի վեր ամենաբարձրաստիճան ԱՄՆ պաշտոնյայի այցը Հայաստան։ Այս մակարդակում մենք երբեք չենք ունեցել օրինակ քաղաքական այց եւ նաեւ այն ինտենսիվությունը իրադարձությունների, որ մենք տեսնում ենք, հա, նույն Վաշինգտոնյան պայմանավորվածությունները, հետագայում Ամերիկայի Միացյալ Նահանգներից նաեւ պաշտոնյաների այցը Հայաստան, այդ պրոֆիլ ինչ որ ինստիտուտների
Թրամփի այս հանդիպումը հրավերը Հայաստանի եւ Ադրբեջանի, նաեւ Վրաստանը այնտեղ չկար, կենտրոնական Ասիայի բացի Ուզբեկստանը եւ Ղազախստանը այլ երկրներ չկային, այդ խաղաղության խորհուրդ կոչվածի հիմնադիր անդամ դառնալու իրենք բավականին սիմվոլիկ են եւ ցույց են տալի, որ առնվազն ինչքան էլ խնդիրներ չկան այս վարչակարգի հետ, կա շարունակվող միտում եւ շարունակվող տենդենսներ ֆինանսավորման տեսակետից մենք գիտենք այդ 45 միլիոն դոլարը Հայաստանին տրամադրվեց այս ծրագրերը զարգացնելու համար եւ նաեւ նոր փաթեթ է հավանաբար շուտով լինելու թրիպի հետ կապված ԱՄՆ-ի կողմից ֆինանսական, այսինքն մենք տեսնում ենք այս զարգացումները, սրանք իսկապես պատմական են, սրանք փոխելու են տարածաշրջանի աշխարհագրությունը եւ փոխելու են նաեւ Հայաստանի հնարավորությունները, իհարկե որոշ մարտահրավերներ ամուսափելի են, բայց եթե դուք ենթադրում եք, որ ապրում եք այս տարածաշրջանում եւ ոչինչ չանելով ավելի շատ մարտահրավերներ եք չդոքացնում, դա շատ ավելի միամիտ կարծիք է, դա այն կարծիքն է, որ մենք ունեցել ենք 30 տարի գուցե, բայց հակառակ արդյունքն է ստացել ցանկացած պետություն, պետք է փոխի իր շահերը սպասարկող եւ ապահովող քայլերի եւ այս պարագայում կարծում եմ ԱՄՆ-ի հետ ունենալ նման ծրագիր ինքը շատ ոչ ամենավատ սցենարներ, ընդհանրապես եթե մենք պատկերացնենք ինչ կարող է լինել նաեւ այս կոմունիկացիաների թեմայում նախկինում եւ ինչ ենք մենք քննարկում ընդհանրապես եւ ինչ առաջարկներ են եղել նոյեմբերի 9-ի ձևաչափով, հա, որը շատերի համար հիմա ինչ որ sense ավետյաց փաստաթուղթ է դարձել հետեւաբար պետք է աշխատել հենց դետալների վրա, որոնք շատ կարեւոր են եւ որոնք նաեւ կարծում եմ հնարավորություն կտան Հայաստանին ստանալ շատ կարեւոր փոխադարձ առավելություններ, ինչպես նշված է Վաշինգտոնյան պայմանավորվածություններում։ Կարծում եմ նաեւ այս փաստաթուղթը նաեւ ու այս քայլերը շատ կարեւոր են այն պատճառով, որ մենք տեսնում ենք բոլոր այն մտավախությունները, բոլոր այն ինչ որ տեսակետները, որ այս պայմանավորվածությունները շատ ինչ որ հեղուկ են, որ անորոշ են, որ ինչ որ ինքնիշխանության սկզբունքը շրջանցվելու եւ այլն, այն շրջանակային փաստաթուղթը, որ Արարատ Միրզոյանը պետքարտուղար Ռուբիոն ստորագրեցին Վաշինգտոնում, շատ եթե ոչ բոլոր հարցերի պատասխանն է տալի, ապա շատ դրամաբանական կառուցվածք է արտացոլում, հա, որը իմ պատկերացմամբ Հայաստանի համար հնարավորությունների մասին է խոսում եւ նոր հնարավորությունների մասին եւ նաեւ իմ ընկալումը այն է, որ Պրիպի շուտ տեխնիկական լուծումները տրանզիտի հետ կապված նաեւ այն լուծումները, որոնք թույլ կտան օրինակ համատեղ էլեկտրոնային դեկլարացիաները այդ տեխնիկական լուծումներ, որոնք paragացնեն սահմանահատումը եւ այլն, դրանք դառնալու են Հարավային Կովկասում ապագա ինտեգրացիոն գործընթացների նախադեպ աշխատող, այսինքն մի քանի տարի գուցե տասնյակ տարի իրենք աշխատելու են ցույց են տալի իրենց էֆեկտիվությունը, բայց քանի որ մի ճանապարհով ու մի ապուհու դրամաբանությամբ անհնար է շատ սխալ է սահմանափակվել, վաղտեղուց դա բերելու է շատ ավելի լայն պահանջների, ցանկությունների եւ այդ լուծումները պատրաստ մենք կարող ենք տարածել հայ-ադրբեջանական սահմանի այլ հատվածների վրա, հայ-վրացական, վրաց-ադրբեջանական սահմանի վրա եւ իրենք կդառնան ռեգիոնալ տնտեսական եւ ինտեգրացիա եւ հաղորդակցությունների փոխկապակցության, այսպես ասած, շատ կարևոր պրակտիկ լուծման նախադեպ եւ իմ կարծիքով մենք գնում ենք այս ուղղությամբ ինչքան էլ դժվարություններ չլինեն։ Պարոն Մելիքսեյցյան, այնուամենայնիվ Հայաստանի ներսում մանավանդ այս նախընտրական այսպես միջավայրի համատեքստում արվում են հայտարարություններ, որոնք հստակորեն թիրախավորում են թրիպը, ընդ որում բավականին այսպես լպրծուն ձևակերպումներով, թե սկզբից երաշխավոր չկա, հետո դե ճիշտ չի, որ երաշխավորը մեկը լինի, պետք է մի հատ էլ լինի, որ հարցնում եք ով է, դե ում ասեք, որ չեն ասում, որ հաստատապես ասենք հնարավոր չի, էլի, քաղաքականապես հնարավոր չի եւ մեկն էլ երկրորդն էլ պետք չի։ Բայց ասում են մարդիկ, դե իսկ Ռուսաստանն էլ սպառնում է, ընդ որում ուղիղ տեքստով։ Ձեր գնահատականը
Համեցեք։ Դուք Ռուսաստանը, եթե մենք նայում ենք այն անձանց, որոնք մի ժամանակ հայ ժողովրդի մտերիմ բարեկամներ էին, հիմա դարձել են հայ ժողովրդի ողերին բարեկամներ, այդ տեսքով իհարկե այդ հայտարարությունները մենք ունեցել ենք նաև նախկինում, դες նույն Սալավիով օրինակ 2 տարի առաջ վերասում էր, որ էլի խոսում էր այդ ամերիկյան եւ արևմուտքի հետ կապված սպառնալիքների տարածաշրջան եւ նշում էր, որ այս իրավիճակը չի բավարարում նաև Իրանի պահանջներին եւ ինչքան վատ այդքան էլ վատ միտք չի ունենալ ընդհանուր ռուս-իրանական սահման անցնելով Վրաստանով եւ Հայաստանով չկանգնելով ինչպես իրենք արեցին 2008 թվականին, հա, եւ որ Թբիլիսին էին մոտեցել եւ այլն եւ իհարկե Հայաստանում էլ այդ աշխարհայացքը այդ տեսակետը այդ Ռուսաստանի հետ կապված այսպես նույն հայացքների պատահական համընկնում է ինքը ավելի շատ քաղաքական ազդեցության կամ այլ պատճառների արդյունք է, բայց ինձ համար այդ շատ կարևոր է, որ այս փաստաթուղթը արդեն այնքան եւ այս զարգացումները այնքան շոշափելի եւ պրակտիկ փուլի են անցնում, իսկ այդ տեսակետները, որոնք նախկինում շատ ավելի ահարկու էին եւ նույն մարդիկ անձիկ, որ հիմա խոսում են այս խնդիրների մասին, մի տարի կամ մի քիչ ավել առաջ, կամ նույնիսկ մի քանի ամիս առաջ խոսում են, որ Ադրբեջանը Զանգեզուրի միջանցք է բացելու, դա նույն Զանգեզուրի միջանցքն է, կամ չգիտեմ, պատերազմ է լինելու, հեսա ինչ-որ կուտակումներ են սահմանին, էլի մեզ փրկիչ է պետք, եթե շարունակենք մեր վերքը վատը լինելու եւ այլն եւ այլն, որովհետեւ կա վախեցնելով մարդկանց ինչ-որ քաղաքական դիրքորոշում պարտադրելը միշտ ավելի հեշտ է, քան ինչ-որ դրական օրական վերլուծությամբ, հա, իրական փորձելով հասկանալ ինչ է կատարվում, եւ մենք փորձում ենք հասկանալ ինչ է կատարվում, իհարկե նաեւ շատ կարեւոր է եւ շատ կարեւոր է անկեղծ լինել եւ խոսել նաեւ ինչ-որ ռիսկերի մասին, հա, վերլուծել այդ ռիսկերը, բայց պատկերացնել ինչ-որ մի իդեալական իրավիճակ, որտեղ իրենք ունեն այդ լուծումները եւ բոլոր հակառակ լուծումները իբր շատ ավելի վտանգավոր են, բայց իրենց լուծումները երբեք չգիտես ինչու չեն աշխատում, կամ ենթադրում են, որ եթե դա չանենք հայ ժողովրդի վերջն է գալու, Հայաստանի պետականության վերջն է գալու եւ նման ապոկալիպտիկ սցենարներ, դա մի քիչ ուրիշ жанрից է, երևի լուրջ ընդունել, սա պետք չի թե իհարկե ընտրություններից առաջ այս թեմաներով սպեկուլյացիաները շատանալու են եւ նաեւ գիտեք քաղաքական հիմարների պակասնել երբեք չի լինում, առավել եւս երբ որ երկիրը անցնում է բավականին դժվար պատմական գործընթացներով, իսկ Հայաստանը անցնում է այդպիսի գործընթացով անցնում է վերջին տարիներին, որոնք շատ ծանր են Հայաստանի համար ու այսօր նաև այսօր հունվարի 27-ին մենք գիտենք առաջին անգամ հայրենիքի պաշտպանության համար դրվածների հիշատակի օրն է, որը արտացոլում է վերջին 35 տարվա այդ դժվար գործընթացը, որով անցել է Հայաստանը, բայց հենց այդ կարևոր սա գիտակցելով շատ կարևոր է, որ այս պատմական փուլում իսկապես մենք այլ տրամաբանության որոշումներ կայացնենք եւ շատ կարեւոր է որ այդ պարտքին հյուսիսային հատկապես Ռուսաստանի հետ կապված ռուսական նարատիվները եւ ռուսական տեսակետները մարդիկ ինքնակամ չտարածեն, որովհետեւ եթե Հայաստանի շահերն է Հայաստանի շահերից է բխում այս զարգացումները ու շատերը գիտակցում են որ այն ընտրանք օրինակ չկա այն ինչ կատարվում է բայց չգիտեմ այդ ներքին լաչարությունն է ինչն է որ պետք է անպայման ինչ որ հակառակ բարձր արտահայտել այդ հոսանքները վախերը ինչ որ տրավմաները սկսեն բոլոր տարածել եւ շահարկել որովհետեւ գիտեն որ մարդկանց մոտ էլ այդ մտավախությունները կա շատ ավելի իմ կարծիքով ճիշտ է իսկապես առնվազն փորձել այն ինչ մտածում են մարդիկ, եւ ինչ այն մտավախությունները որ ունեն, եթե արտացոլեն այդ տեսքով, ոչ թե ասենք Էրբեկայում, Իզվեստիայում, Մենտարոյում կամ այլ ռեսուրսներից տպած շատ ավելի ցածր
գուցե որակի կարծիքները ուղղակի տարածեն այստեղ, ինչ որ վախենալով ստեղծեն, որ հեսա թուրքական աշխարհը մեծ շրջապատում է, չգիտեմ, Հայաստանի վերջնագալի թուրքացում, մզկիթներ են կառուցում, կամ չգիտես այլ անհեթեթություններ, այդ ոչի։ Պարոն Ալեքսոսյան, այս ֆոնին ոնց որ ասում են դժգոհողների պակաս չկա եւ դրանց միացել է նաեւ Միխայիլ Սաակաշվիլին եւ ընդհանրապես Վրաստանից եկող արձագանքները զգալի մասով համենայն դեպս փորձագիտական շրջանակներից այսպես ընդդիմադիր քաղաքական շրջանակներից հիմնականում դրական են եւ նրանք ողջունում են եւ Հայաստանին եւ Ադրբեջանին այս ձեռքբերված պայմանավորվածությունների այս խաղաղության համար ի վերջո ասելով որ այդ ամենը նաեւ Վրաստանն այստեղ թիվ 1 շահառուն է սակայն Սաակաշվիլի այս արձագանքը տարակուսանք է առաջացնում այսինքն որ այս պայմանավորվածությունները երբ ադրբեջանցիներն ասում են որ Հայաստանի միջոցով է այս միջին միջանցքը գործելու Սաակաշվիլին թվում է թե դա նշանակում է որ Վրաստանով ոչինչ չի անցնելու եւ սա համարում է որ իր եւ Ալիևի միջև ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունների չգիտեմ փլուզում եւ այլն իհարկե ինքը թիրախավորում է իր օպոնենտին ներկայիս իշխանությանն ասելով որ կամ Վրաստանում բանկը փոխվի կամ մենք կդառնանք աշխարհաքաղաքական փակուղի բայց այսպես ոչ բծախնդիր ձևով հա այսինքն առանց մտածելու թե այդ ասածը նաև ինչ դաշտեր է մտնում որ երևի թե պետքա չմտնել էլի համեցեք Գիտեք, հիմա մենք չենք կարող շարունակել մեր կոնֆլիկտը Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հավերժ, որպեսզի Վրաստանը օգտվի այն աշխարհագրական մոնոպոլիայից, որ ինքը ունի։ Որովհետեւ այդ իրավիճակը եւ որ մեր բոլոր կապերը, ասենք Արևմուտքի հետ, կամ նույն Ռուսաստանի հետ, կամ Կենտրոնական Ասիայի հետ, նույնիսկ Վրաստանով են գնում, դա ինքը նորմալ չէ, նույն Ադրբեջանի համար, որովհետեւ Ադրբեջանի համար ամենակարճ կոմունիկացիաները դեպի Թուրքիա հասնում են Հայաստանի տարածքով, Հայաստանի համար ամենակարճ կոմունիկացիաները դեպի Մերձավոր Արևելք, դեպի միջերկրածովյան նավահանգիստներ, դեպի Եվրոպա հասնում են Թուրքիայի տարածքով, հատկապես հարավային եւ կենտրոնական արևմտյան Եվրոպա եւ այլն եւ մենք չենք կարող ուղղակի այս անոմալիան նորմալ համարել միայն այն պատճառով եւ նրա համար որ Վրաստանը դրանից օգտվի եւ ինչ-որ էքսկլյուզիվ դերակատարություն նրա տարածաշրջանում։ Իհարկե Միխայիլ Սաակաշվիլի այդ բնդումներից, ինչպես դուք նշեցիք, նաև ուղղված են իշխանությունների դեմ, եւ նաև ուղղված են այն պատճառով, որ ինչպես նշեցի, Հայաստանը եւ Ադրբեջանը ունի Թրամփի կողմից հրավիրված էին այդ խաղաղության խորհրդի այդ հիմնադիր գործողությանը, հա, արարողությանը Իսկ Վրաստանը չկար։ Այո։ Մենք տեսնում ենք, որ նաև Եվրամիության հետ, նույնիսկ Ադրբեջանը, որ ավելի շատ խնդիրներ ուներ, ավելի էֆեկտիվ եւ ավելի խոր համագործակցություն ունի, քան Վրաստանը ունի, հա, եւ սա Վրաստանի, այսպես ասած, մեկուսացման արևմուտքի հետ հարաբերությունների մարտահրավերները իրենք պայմանավորված չեն ադրբեջանական հարաբերություններով, իրանք պայմանավորված են վրացական իշխանությունների դիրքորոշմամբ Ռուսաստանի հետ, այս Ռուսաստանի նկատմամբ ինչքանով են իրենք ճիշտ, ինչքանով են սխալ եւ ինչքանով չեզոքացրեցին 2022 թվականին ռուսական ներխուժման վտանգը դա շատ մեծ հարցականներ են։ Ես չգիտեմ սա իսկապես ինչ կարող է լինել, հատկապես սկզբից եւ որ ռուսները իսկ էйֆորիկ ավելի շատ վիճակում են եւ մտածում էին հեսա մի քանի օրերի շաբաթների կամ նույնիսկ վատագույն դեպքում ամիսների ընթացքում կգրավեն Ուկրաինայի մեծ մասը եւ ապացուցեն որ հետքորդային տարածաշրջանում իրենք են հեգեմոնը իրենց հետ պետք է հաշվի նստել բայց բարձր է որ այդ խնդիրները ինչպես նշեցի Հայաստանի եւ Ադրբեջանի հետ կապ չունեն հարաբերությունների հետ կապ չունեն եւ Հայաստանը եւ Ադրբեջանը ընդհանրապես պետք է ամեն ինչ որպեսզի նաեւ այս իրավիճակի
պատանդները չդառնան եւ նաեւ սեփական տարածքով ունենան տարբեր կոմունիկացիաներ, այդ թվում ուղիղ երկաթուղային կապ, ուղիղ ավտոմոբիլային կապ եւ կարծում եմ այս տարի այդ ծրագրերը հատկապես ավտոմոբիլային եւ բեռնափոխադրումների առումով ավտոմոբիլային կարող է իրականանալ այնտեղ մի քանի կիլոմետրերի մասին են ամենը խոսքը գնում այդ Ղազախիջևան հատվածում կամ Երազնախիջևան հատվածում եւ սա պետք է պարտադիր անել եւ նաեւ Վրաստանի համար իհարկե որոշակի կորուստներ կլինեն, բայց Վրաստանը ունի նաեւ աշխարհագրական առավելություններ, որոնք այս հարցերը չեն կարող միանշանակ բերել Վրաստանի մեկուսացման, որի շատ լավ ավելի գործող, արդեն իսկ գործող ավտոմոբիլային ենթակառուցվածքներ դեպի Սերծովյան նավահանգիստներ ու հատկապես Արևելյան Եվրոպայի, Բուլղարիայի եւ Ռումինիայի ցույցի պետությունների հետ կապի համար Արևելյան Եվրոպական Վրաստանի եւ Սերծովյան նավահանգիստները ավելի նախատեսելի են եւ ավելի կարեւոր են եւ Վրաստանում իրանք երկաթուղային ցանց, որ ինքը մոդեռնիզացրել է, ես կարծում եմ մոտ ապագայում Հայաստանի տարածքի կոմունիկացիաները այդ առումով չեն կարող մրցակցել վրացական կոմունիկացիաների հետ, թրիպի շահագործումից հետո իհարկե նաև այստեղ կլինի քաղաքական որոշակի տար, որ Ադրբեջանը եւ նաև ԱՄՆ-ի Միացյալ Նահանգները կնախատեսեն այդ ճանապարհով ինչ-որ բեռնափոխադրումները ակտիվացնել այդ ճանապարհով, բայց նույնպես նորմալ է Վրաստանի տարածքը նույն Նախիջևանի հետ կապնելը Ադրբեջանի համար մի քիչ աբսուրդային կլիներ, հա։ Այսինքն սա աշխարհագրության եւ տրամաբանության, այսպես ասած, թելադրանքն է եւ Վրաստանը որոշ բաներ կողցնելով նաեւ որոշ հնարավորություններ կունենա այդ Իրանի հետ կապնվելու Հայաստանի եւ Նախիջևանի տարածքով։ Իհարկե մենք բոլորս հույս ունենք, որ Իրանում այս իրադարձությունները գուցե բերեն նրան, որ այդ երկիրը դուրս կգա սանկցիաների ռեժիմից, կդառնա բաց երկիր տարբեր իմաստներով եւ սա կլինի նույնպես շատ կարևոր պատմական իրադարձություն մեզ բոլորիս համար, նաեւ թույլ կտա օրինակ արտահանելու էներգակիրներ Իրանից դեպի արևմուտք եւ այստեղ Հայաստանի Վրաստանի տարածքը նույնպես կարևոր դերակատարություն կարող են ունենալ, այսինքն կան որոշ այս փոփոխությունները, որոնք պատմական են, բերում են որոշակի փոփոխությունների բացասական տարբեր կողմերի համար, բերում են փոփոխությունների տարբեր դրական էլի տարբեր կողմերի համար, բայց ընդհանուր առմամբ իրենք ենթադրում են, որ բոլոր հարավկովկասյան երկրները կունենան շատ ավելի կայուն տնտեսություններ, շատ ավելի կանխատեսելի քաղաքական ապագա ու չի կարելի լինել հաջողակ պետություն մի տարածաշրջանում, որտեղ միշտ էսկալացիաների ու անկախատեսելի էսկալացիաների ռիսկ կա։ Այսինքն Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը հատկապես այդ առումով շատ փոխկապակցված երկրներ են եւ մեկի հաջողությունը, եթե մենք հրավիրում ենք այդ կոնֆրոնտացիայի տրամաբանությունից, նշանակում է, որ մյուսներն են կարող դրանից օգտվել եւ այդ ընդհանուր հայտարարին, ընդհանուր այդ մակարդակի ջրի տարբեր անոթներում գալը շատ կարևոր գործընթաց է։ Ու կարծում եմ ինքը հնարավորություններ է ստեղծում մենք բոլորի համար, ինքը ենթադրում է գուցե տնտեսության եւ առկա հարաբերությունների ռեստրուկտուրիզացիա, բայց իդարկել ինչ-որ այս փոփոխությունները որպես Վրաստանի համար ինչ-որ մահաբեր վտանգ եւ ինչ անել, այսինքն ստիպել հայերն ու ադրբեջանցիներին հավերժ փակել սահմանը, արևտուր չանել իրենց տարածքներով, ավելի մոտիկ տարածքների հետ կապնվել ավելի հեռու ինչ-որ ճանապարհով, Վրաստանի տարածքով, ասենք, գնալ Բաքվից Նախիջևան կամ չգիտեմ Երևանից Մեղրի եւ այլն, մի քիչ աբսուրդային է, այսինքն մենք չենք կարող այս ամեն ինչը փոխել, հետեւաբար պետք է դա ընդունել եւ փորձել համագործակցել նաեւ այս գործընթացի հետ։ Պարոն Մելիքսեթյան, դե մեր ներսում էլ իհարկե որոշակի այսպես ասենք հրետանային նախապատրաստություն է տեղի ունենում ընտրություններին ընդառաջ եւ մեզ խոստանում են մի կառավարման համակարգ, որը շատ նման է Վրաստանին, այսինքն մի մարդու որևէ պաշտոն չպետք է զբաղեցնի, մանավանդ դե յուրե իրավունք էլ չունի զբաղեցնելու,
բայց պետք է ամեն ինչը գլխավորի, այն էլ ուժեղ առաջնորդի կարգավիճակում, հա, եւ այս բացի դրանից էլ ապացուցի, որ հապկը այնուամենայնիվ կայացած կառույց է, հա, Հայաստանում հեսա տեսեք ինչեր է անելու, եւ այլն եւ այսպես շարունակ, գիտել երկրորդ երաշխավորը անելու, չգիտեմ, բոլոր անխելքներին խելքով աշտելու, բոլոր անբախտներին բախտով եւ այլն եւ այդպես շարունակ։ Այս ամենը իհարկե պարզ է, որ ռուսական ազդեցության համար այդ Իվանիշվիլի, այսպես ասենք, մոդելը գուցե կարող է ընդունելի համարվել, հա, եւ այդ բանը փորձում են կապել մեր ժողովրդի գլխին լավ սիրուն խոստումներով ծեր մեկնաբանությունը։ Խոսքը երևույթի մասին է, հա, նույնիսկ եթե կարևոր չի այդ անձի անուն ազգանունը, բայց կարևոր է նաև իր քաղաքական հետագիծը եւ քաղաքական ծագումնաբանությունը, համեցեք։ Դες ամեն ինչը կոչվում է բանը ստարը պեսնյա գլավնը, այսինքն բանը հիմնական դեմքերը փոխվում են, թեման չի փոխվում եւ նաեւ բազը դրա հետևին չկանգնած։ Գիտեք, երբ որ մենք համեմատում ենք Հայաստանը Իվանիշվիլի Վրաստանի հետ, Իվանիշվիլին ստանալով Վրաստանը ստացել էր մի երկրի, որը իհարկե որոշ տարածքներ օկուպացված են Ռուսաստանի կողմից, որը նաև Վրաստանը կորցրել էր դեռևս 90-ականներին, բայց երկրի ներսում չկային ռուսական բազաներ։ Երկրի ներսում ահռելի աշխատանք էր տարվել ինստիտուցիոնալ ռեֆորմների, այդ թվում նաև կոմունիկացիաների շինարարության, նոր սերնդի քաղաքական ինքնության, որտեղ Ռուսաստանը այլևս ամ դերակատարությունը չունի, որ ունեցել է ինքը, այսպես ասած, խորհրդային տարիներին ինքը այսպես ստիպել է, որ ընդունեն, որ ինքը փրկարարն է այս տարածաշրջանի կամ ժողովուրդներին ինչ որ ձրի երկնային մանանայ բաժանել, ոչինչ չակնկալելով եւ այլն, այսինքն Վրաստանը քաղաքական առումով շատ ավելի կայուն, շատ ավելի անկախ Ռուսաստանից պետություններ, քան հիմա Հայաստանն է նույնիսկ, որովհետեւ Հայաստանում կա ռուսական ռազմաբազա, Հայաստանի սահմանեն միջև հիմա ռուս Իրանի եւ Թուրքիայի հետ կոնկրետ է սահմանապահ, նաեւ երևի մեզ պաշտպանում են Հայաստանում, նաեւ այդ կապիտալի ռուսական արկայությունն է ավելի մեծ, ինքնությունը դեռ ամբողջովին չի ազատվել այդ պատրանքներից, քանի որ մենք դեռ չենք կարգավորել մեր հարաբերությունները Ադրբեջանի Թուրքիայի հետ, իսկ մեր համար, այնինչ Վրաստանի համար մեր կոպիտ ասած, բացեցնելով Ռուսաստանը, մեզ համար Թուրքիան եւ Ադրբեջանն են շատ ավելի մեծ երևի աստիճանի, եւ հետեւաբար իհարկե այս ամենը Հայաստանի համար կարծում եմ ավելի վտանգավոր կլինի եւ ավելի ծանր հետևանքներ կունենա, որտեղ մենք չունենք այդ այսպես ասած ներքին հասունությունը ինստիտուցիոնալ առումով եւ ռեսուրսները, կարողությունները, որ ինչ որ Իվանիշվիլից հետո շատ ավելի մեծ վնաս, հայկական Իվանիշվիլից հետո վնասների տակից չենք դուրս գալու, քան Վրաստանը, ես վստահ եմ, որ Վրաստանն այս փուլը հաղթահարելու է եւ չլինի հենց այդ արտաքին միջամտությունը ուղիղ Ռուսաստանի կողմից վրաց հասարակությունը եւ Վրաստանի հասարակական կարծիքը այնքան ուժեղ է, որ նույնիսկ այս պայմաններում ոչ մի Իվանիշվիլի, ոչ մի իշխանություն չեն կարող ստիպել, ասենք, դիվանագիտական հարաբերություններ հաստատել Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ կամ էլի վերադառնալ այն նարատիվներին, որ եղել պատմականորեն, այսինքն սա կարճ վատ կինոնկար է, բայց ինքը մենք գիտենք, որ ունի Հայաստանի պարագայում սա շատ ավելի դերակատարողներն են, շատ դեմքերն են շատ, ու նաև, այսպես ասած, մշուշը ուղեղի մեջ շատ ավելի մեծ է, կապված նույն Թուրքիայի եւ Ադրբեջանի գործոնի հետ, եւ ես կարծում եմ, որ սա կարող է մեզ բերել քաղաքական խելագարության ավելի մեծ աստիճանի, քան ինչ-որ պատմական կարճ փուլ լինել, իսկ այդ փաստարկները հապկի մասին, չգիտեմ, ինչ-որ Ռուսաստանի կողմից ինչ-որ ակնկալիքների փրկության 3 անգամներ, արդեն այդ տարադրամի փոխարժեքը այնքան ցածր է, որ ոնց որ կարելի է նույն խորհրդային շրջանի գրալներով, փորձել թղթադրամներով փորձել
առևտուր անել ինչ-որ մի խանութում եւ նույն ձևով քաղաքական շուկայում կարելի է հապկով եւ չգիտեմ ռուսական երաշխիքներով փորձել ինչ-որ հարց լուծել։ Մենք այդ էլի ժողովրդական լեզվով ասած կուտը կերել ենք եւ մեր 19-րդ դարի շրջանում եւ 20-րդ դարի սկզբին եւ խորհրդային շրջանում եւ 1980-91 թվականներին եւ 2020, 2021, 2023 թվականներին քիչ բաներ մարդը ես կարծում եմ այնուամենայնիվ մեր ժողովուրդը այդքան դահաճ չի, այդքան հիմար չի, որ չհասկանա ինչի հետ գործ ունի, ինչքան էլ բարդ լինի, ինչքան էլ մտավախություններ լինեն, այնուամենայնիվ այդ մարդիկ ես հույս ունեմ, որ ես ճիշտ եմ ընկալում այս իրականությունը, բայց իմ ակնկալիքը այն է, որ իրենք շանսեր չունեն Հայաստանի քաղաքական դաշտում եւ իրենք նաեւ Հայաստանի քաղաքական դաշտի մաս չեն։ Իրենք ուղղակի ինչ-որ տենց դերակատարողներ են, որոնք պետք է այդ տեքստերը արտասանեն, որովհետեւ որոշակի հանձնարարություն ունեն նաեւ, բայց մի քիչ նաեւ տաղանդի պակաս է գուցե ազդում է նրան, որ շատ դժվար է, ես շատ դժվար եմ պատկերացնել, որ նման կարգախոսերը կարելի է Հայաստանում ինչ-որ ասում մարդու համոզել ընդրել այդ ուղին, հա։ Եվ ամփոփելով, պարոն Մելիքսեթյան, ռուսական սպառնալիքները, որոնք որքանով են ֆունկցիոնալ, թե սա այնուամենայնիվ ինչ-որ այսպես անխուսափելի եւ մնացորդային մրթմրթոց է, որը գալիս է այս բարոյաքաղաքական պատմական մասշտաբի ֆիասկոից հետո, հա, երբ էլ SVO-ով են սպառնում մի ուրիշը, մի նեանդերտալյան արտաքինով մեկը, չգիտեմ, ճիպոտ է խոստանում, հա, որ ասում է բլիթները չօգնեցին, հիմա ճիպոտով գալիս են եւ այլն։ Դե Լավրովն էլ ինչ-որ բաներից մտահոգում, որ ընդհանրապես իր մտահոգվելու հարցը չի, հա, մանավանդ Ալեն Սիմոնյանն էլ չգիտեմ ինչի համար է այցով մեկնում Ռուսաստան, այնտեղ էլ պուտինյան ֆրիկները խոստանում են հանդիպել եւ քննարկել Սամվել Կարապետյանի հարցը, հա, որը իրենց մտահոգում է արիուտս եւ այլն։ Այս սպառնալիքների քաշային կատեգորիան ըստ ձեզ ինչպիսինն է, համեցեք։ Ես կարծում եմ, իհարկե ռուսաստանյան այդ ներքաղաքական զարգացումների հետ ավելի շատ կապ ունի, քան մեզ հետ, ու նաև ոչ միայն Հայաստանի հետ, որովհետև նայեք հայկական, նաև ներհայաստանյան քաղաքական դիսկուրսիոն այդ տեսակետն է պոպուլյար, եւ որ պայքարը կա ներքաղաքական, այս խնդիրները Ռուսաստանի հետ վերագրվում են օրինակ իշխանություններին եւ նշվում է, որ եթե լինեն այլ իշխանություններ, մենք չենք ունենալ այդ խնդիրները եւ ունենանք հիանալի հարաբերություններ, Արցախում հայերը կապրեին, ինչ որ մեր իշխանությունների կլիներ գագաթնակետում եւ այլն, բայց նույն խնդիրը ունեն Ղազախստանը, նույն խնդիրը ունի Ուկրաինան, նույն խնդիրը ունեցել է Բելարուսը եւ ինքը փաստացի օկուպացված երկիր է հիմա, որտեղ իշխում է այդպես դրածո իշխանություն, հա, որ իր սեփական ուժերով չի կարող վերարտադրել։ Նույն խնդիրը կան շատ լոյալ Qırğızstani եւ Տաջիկստանի դեպքում, Ուզբեկստանը շատ վաղուց է այս խաղից դուրս եկել եւ նույնպես ունեցել է այս խնդիրները Ադրբեջանը ունի, սա մի քիչ ուրիշ թեմա է, սա այդ հետկայսերական, այսպես ասած, սինդրոմի մասին է խոսքը ու նաեւ Ռուսաստանում բավականին տարեց ցինիկ մարդկանց շատ երկար կառավարման արդյունքներ, որտեղ իրենք նաեւ իրականության հետ կապն են կորցրել, որտեղ իրենց կորցրել են նաեւ այն արժեքները, նաեւ հումանիտար արժեքները, որը ցանկացած կայսրություն իրականում, եթե ինքը պատմական միսիայից է խոսում, ինքը չի կարող բոլորին վախեցնել, որ ծեծի ձերախտ ջիպոտով կոչնչացնի, դա անում են, ասենք, ինչ-որ արևելյան դեսպոտները, կամ Լենք Թեմուր, կամ չգիտեմ ինչ-որ ֆրիկներ, որոնք պատմության մեջ մնում են որպես հոգեկան խնդիրներ ունեցող ոչ նորմալ անձիկ, հա, իսկ հիմա դա այդ դիսկուրսը Ռուսաստանում առնվազն նպատակներով ինքը նորմալիզացված է եւ սա նաեւ այդ պետության ներքին իհարկե խնդիրն է։ Ես կարծում եմ, որ իհարկե Հայաստանը նաեւ ոչ միայն Հայաստանը, բոլոր հետխորհրդային երկրները պետք է շատ զգուշ լինեն այս հարցում, այն առումով, որ պետք է միմյանց հետ սկսեն համագործակցել
ցույց տան նաև միմյանց փոխադարձ, այսպես ասած, սկզբունքները եւ պրինցիպները, որը ենթադրում է, որ բոլոր հետխորհրդային երկրները որևէ պատրաստակամություն չունեն իրենց ինքնիշխանությունը զիջել Ռուսաստանին, դիտարկել իրենց որպես ինչ-որ մեկի ազդեցության գոտի, ինչ-որ մեկի շահերի գոտի եւ այլն, եւ սա ենթադրում է իմ պատկերացմամբ առնվազն Հարավային Կովկասի կենտրոնական Ասիայի դեպքում ցանկական համագործակցության ձևաչափ, որտեղ բոլոր այս հայտարարություններին կլինեն համակարգված եւ ընդհանուր պատասխաններ, որ սա չի վերաբերվում մի երկրի, որտեղ Ուկրաինայից հետո, եթե Ուկրաինայում հաջողվեր, իհարկե այս պատմությունը կարող է շարունակվել եւ Մոլդովայի դեպքը մենք ունենք, հստակ կշարունակվեր Մոլդովայում, որտեղ կա այդ մեր Դնեստրը, մեր Ձիստրիան եւ այլն, եւ ես կարծում եմ, եթե իհարկե Ռուսաստանը շանս ունենա ուկրաինական պատերազմից հետո վերականգնվեր, ինքը այդ վտանգը ներկայացնելու է ոչ միայն Հայաստանի համար, այլ բոլոր հարևան երկրների համար։ Հետևաբար բոլոր հարևան երկրները պետք է այդ մեխանիզմները ստեղծեն, որպեսզի նույնիսկ եթե դա ենթադրյալ ինչ-որ սպառնալիք է, դա չլինի։ Ու սա շատ կարևոր է, հա, մենք պետք է դուրս գանք այդ մեր մանր, այսպես ասած, մանր աշխարհներից, հա, որտեղ ապրում ենք ու որտեղ հաճախակի նաև մեկը մյուսին նայում ենք մինչև հիմա Մոսկվայի աչքերով, որովհետև մենք օրինակ հայերը ինչքան անեկդոտներ ունեն տարբերների մասին, հա, որը վերցնում է ռուսալեզու ինչ-որ խմբերից եւ ուրախ տարածում, թեև նույն անեկդոտները կարող լինեն հայերի մասին կամ չգիտեմ այլ խմբերի, մենք պետք է հասկանանք, որ մենք հենց ավելի շատ նման ենք տաջիկներին, մենք ավելի շատ նման ենք ուզբեկներին, մենք ավելի շատ նման ենք ղազախներին, մենք ավելի շատ նման ենք ադրբեջանցիներին եւ վրացիներին, քան ռուսներին, եւ որ մեր դաշնակիցները այդ առումով բնական հենց այդ պետություններն են, ու պետք է հաղթահարենք տարբեր ինչ-որ առողջություն, տարբեր ստերեոտիպներ, տարբեր իներցիաներ եւ իսկապես համագործակցել այս հարցում, որովհետեւ եթե սպառնալիքը զրոյական չի, ինքը շատ վտանգավոր է բոլորիս համար եւ բոլորս ունեցել ենք այդ փորձը 70 տարի ապրել մի երկրում, որը ինչ ասես իշխանության հետ, որը ինչ ասես արել է այս տարածաշրջանում եւ դեպորտացիաների տեսքով, ինչ-որ այունալի ճնշումների տեսքով, Սովամա այդ գալադամորի տեսքով եւ այլն, որը պատրաստ չի դա ընդունել, որը պատրաստ չի առնչվել այդ նոր իրականության հետ եւ որը նույնիսկ նոր սպառնալիքներ է գլադրում շատ ավելի վտանգավոր, քան եղել է անցյալում։ Շատ շնորհակալ եմ, պարոն Մելիքսանյան, ձեր այս շատ կարևոր դիտարկումները եւ գնահատականները մեր հեռուստադիտողին ներկայացնելու եւ ձեր ժամանակից մեր եթերին հատկացնելու համար։ Միշտ նոր հանդիպում, ամենայն բարիք։ Ձեզ նույնպես հաջողություն, շնորհակալություն։ Մենք զրուցեցինք մեր գործընկեր, քաղաքագետ, հայկական խորհրդի փորձագետ Սամվել Մելիքսանյանի հետ, լսեցինք իր դիտարկումները կապված այս թրիփի, ընդհանրապես հայ-ամերիկյան համագործակցության նշանակությանը, նաև այդ պրոյեկտների թիրախավորողներին, թե ինչ ձևերով են դա արվում եւ մենք որքանով համարժեք ենք այդ սպառնալիքներին։ Կարդատարից հետո կվերադառնանք, մնացեք առաջին լրատվականի հետ։